Ողջույն, Փակ TV-ն շարունակում է ներկայացնել լուրեր Հայաստանից եւ աշխարհից։ Մեր ուշադրությունից չի վրիպում ամենակարևորը։ Հերթական սպանությունն է տեղի ունեցել, այս անգամ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ 3 անձի միջև ծագած վեճի պատճառով տղամարդկանցից մեկը դանակի գործադրմամբ մահացու հարվածներ է հասցրել Կապանի 37-ամյա բնակչին, ով ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը այս առնչությամբ հայտնում է. ահազանգ է ստացվել, որ կտրած տակած վերքերով Կապան բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 անձինք, որոնցից մեկը 37-ամյա Յուրի Մարգարյանը գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է, որ նույն օրը Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջև, ինչը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչը իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել 2 անձանց։ Վարդենիսի 22-ամյա բնակիչը խոստովանել է կատարածը։ Երիտասարդը ձերբակալվել է։ Ձեռնարկվում է միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Սպանություն կատարող անձը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Դոկ կուսակցությունը մասնակցելու է համապետական առաջիկա ընտրություններին, բայց դաշինքով թե միայնակ դրա մասին խոսելը շուտ է։ Փակ TV-ի եթերում Համլետ Ղուշյանի հետ զրույցում ասել է Դոկ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը։ Նա հայտնել է, որ չի բացառում, որ ազգային ժողովում կկազմեն կոալիցիա։ Մենք պատրաստ ենք կոալիցիա կազմել ազգային ժողովում ցանկացած ռեալ ընդդիմադիր ուժի հետ, ընդգծել է Ղուկասյանը։ Հիշեցնենք, ԱՄՆ մաքսային եւ միգրացիայի վարչության համաձայն Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին միգրացիոն գործընթացի շրջանակում։ Կալանավորման պատճառը ըստ ամերիկյան կողմի այն է, որ Ղուկասյանը դեռևս 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Այժմ ըստ Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասյանի Լաս Վեգասի դատարանը պետք է որոշում ընդունի։ Նախ թե արդյոք Ղուկասյանը խախտել է ԱՄՆ միգրացիոն կարգը եւ թե արդյոք հիմնավոր է նրան արտահանձնելու Հայաստանի իշխանությունների միջնորդությունը։ Հիշեցնենք, Լաս Վեգասի դատարանը ավելի վաղ մերժել է Դոկ ղեկավար Վարդան Ղուկասյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։ Նա կմնա անազատության մեջ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է պաշտոնական այցով Թուրքիա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը, նշելով, որ Էրդողանի ԱՄՆ կատարած այցը չափազանց արդյունավետ է եղել։ Հիշեցնենք, ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը Էրդողանի հետ հանդիպմանը կարծիք էր հայտնել, թե Թուրքիայի նախագահը կարող է մեծ ազդեցություն ունենալ Ուկրաինայում պատերազմի ընթացքի վրա, եթե ցանկանա, բայց նախընտրում է չեզոքություն պահպանել։ ԱՄՆ նախագահը նշել է, որ իր թուրք գործընկերոջը հարգում են եւ Պուտինը, եւ Զելենսկին։ Բոլորը հարգում են Էրդողանին, ես շատ եմ հարգում Էրդողանին, ասել է Թրամփը։ Թրամփը Էրդողանի մասին խոսելիս նաև նշել է. նա ուժեղ մարդ է, նա ինքնավստահ է։ Ես սովորաբար չեմ սիրում ինքնավստահ մարդկանց, բայց ես միշտ սիրել եմ Էրդողանին։ Նա շատ հարգված մարդ է, նրան հարգում են ամբողջ աշխարհում։ Նա ստեղծել է հզոր բանակ, ասել է Թրամփը խոսելով Էրդողանի մասին։ Չինաստանը կրկին ուշադրություն է գրավել իր համաշխարհային մասշտաբի ինժեներական հրաշքով։ Բացվել է աշխարհի ամենաբարձր կամուրջը։ Դրա բարձրությունը 625 մետր է, այն 9 անգամ բարձր է Սան Ֆրանցիսկոյի ոսկե դարպաս կամրջից։ Այս հսկա կառույցը զարմացրել է ոչ միայն երկրի բնակիչներին, այլև ամբողջ աշխարհի ինժեներներին եւ զբոսաշրջիկներին։ Այս կամրջի կառուցումը տևել է 3 տարի 9 ամիս, նախագծին ուղղվել է $280 միլիոն։ Նոր կամրջի կառուցման շնորհիվ սովորական ճանապարհի համար հատկացված 2 ժամ տևած ուղևորությունը այժմ տևում է ընդամենը 2 րոպե։ Դա թույլ կտա զգալիորեն խնայել ոչ միայն ժամանակը, այլև տրանսպորտային ծախսերը։ Դոկ կուսակցությունը հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի առնչությամբ։ 2025 թվականի սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի 5 տարին։ 5 տարի առաջ մեր հերոս տղերքը իրենց կյանքը տվեցին, իսկ ժողովուրդը կրեց անասելի ցավ ու կորուստ։ Այդ հերոսների շնորհիվ մենք այսօր կանգնած ենք, բայց ցավոք նրանց կյանքի գնով պահած հաղթանակը վերածվեց պարտության, անպատասխանատու ու թուլամորթ իշխանությունների պատճառով։ Այս իշխանությունները, որ չկարողացան պաշտպանել մեր հայրենիքը եւ արժանապատվությունը, այսօր էլ շարունակում են նույն կործանարար քաղաքականությունը, փորձելով լրացնել ժողովրդին ու պարտության դառնությունը վերածել խաղաղության սուտ պատմությունների, բայց մենք գիտենք ճշմարտությունը։ Նրանք հանձնեցին երկիրը, նրանք խաբեցին ժողովրդին եւ նրանց վրա է մեր տղերքի արյան պատասխանատվությունը։ Մենք երբեք չենք հաշտվի պարտության հետ, մենք երբեք չենք լռեցվի։ Մենք շարունակելու ենք պայքարել մինչեւ Հայաստանը դուրս գա այս դժվարության թակարդից եւ վերականգնի իր արժանապատվությունը։ Հավերժ փառք մեր հերոսներին, մեր ցավը վերածվելու է ուժի, մեր պահանջը պատասխանատվության, նշվում է Դոկ կուսակցության հայտարարության մեջ։ Հիշեցնենք, Վարդան Ղուկասյանը Հենդերսոնի մեկուսարանից ավելի վաղ կոչ էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժողովրդի մասնակից չդարձնել իր հանցագործությանը եւ չտանել բախումների։
Իսրայելական բանակը օդային հարվածի արդյունքում ոչնչացրել է Ալ-Գաֆրի աշտարակը, Գազայի ամենաբարձր շենքը։ Հարձակումից առաջ շենքը տարհանվել է եւ այն ամբողջությամբ ավերվել է։ Սեպտեմբերի 5-ին իսրայելական բանակը հայտարարել է, որ սկսում է համակարգված հարվածներ հասցնել Գազա քաղաքի բարձրահարկ շենքերին, որոնք զինվորականների վարկածով օգտագործվում են Համաս արմատական շարժման զինված կազմավորումների կողմից։ Ինչպես հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը, բանակը կուժեղացնի գրոհը արմատականների դեմ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն ընդունել Իսրայելի պայմանները, առաջին հերթին ազատել պատանդներին եւ վայր դնել զենքերը։ Հակառակ դեպքում Համասը կկործանվի, զգուշացրել է Կացը։ Նշենք, այս գործողությունները տեղի են ունենում իսրայելական զորքերի լայնածավալ հարձակման նախապատրաստման ֆոնին, որի նպատակը Գազայում Համասի ջախջախումն ու դրա նկատմամբ վերահսկողության հաստատումն է։ Այսօր այսքանը։ Մնացեք Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով։